Առավոտյան օրենսդիր մարմնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մանիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները սկսեցին հանդիպումները խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպումով։ Կողմերը քննարկեցին վերջին շրջանում խորհրդարանի կողմից ընդունված օրենքներ եւ մեծամասնության կողմից 3 ընդդիմադիր կուսակցությունների իրավունքները կասեցնելու հայց ներկայացնելու հարցը։ Նաեւ անդրադարձան Եվրոպայի խորհրդի եւ Վրաստանի իրականացվելիք ծրագրերին Եվրամիության անդամակցելու ճանապարհին։ Շալվա Պապուաշվիլին հայտարարեց, որ աշխատանքները կշարունակվեն ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Խորհրդարանի նախագահից հետո պատվիրակությունը փակ դռների հետևում հանդիպեց հանուն Վրաստանի խմբակցության անդամների հետ։ Կախարյայի թիմը խոսեց բոյկոտը դադարեցնելու եւ խորհրդարան մտնելու պատճառների եւ Վրաստանի քաղաքական իրավիճակի, այդ թվում հոկտեմբերի 4 իրադարձությունների մասին։ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մանիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները հարցեր ուղղեցին Եվրոպական սոցիալիստների քաղաքական խմբին, հիմնականում վերջերս ընդունված օրենքների, այդ թվում Փարա օրենքի վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով խոսնակ Գիլյոմ Մերսիեն հայտարարում է, որ Եվրամիությունը կրճատել է Վրաստանի իշխանությունների հետ շփումները եւ կարող է հաստատել, որ Վրաստանը չի հրավիրվել նոյեմբերի 18-ի Բրյուսելում կայանալիք Եվրամիության ընդլայնման ֆորումին։ Նրա խոսքով Վրաստանի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը եւ երկրում ընթացող գործընթացները հստակ արտացոլված են Եվրամիության ընդլայնման զեկույցում։ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի կասեցման հարցը դեռևս քաղաքական քննարկումների թեմա է։ Թեման հատկապես արդիական է դարձել ընդլայնման վերաբերյալ քննադատական զեկույցի հրապարակումից հետո։ Ընդլայնման ներկայացուցիչները նշում են, որ վրաց ժողովուրդը չպետք է պատժվի առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ, քանի որ սա կառավարության ձեռքբերումը չէ, այլ հասարակության եւ հետեւաբար նրանք ակտիվորեն աշխատում են գործընկերների հետ ապահովելու համար, որ վիզայի սահմանափակումները չազդեն երկրի, այլ վրացական երազանքի ներկայացուցիչների վրա։ Կառավարությունը հայտարարում է, որ Եվրամիության անդամ պետությունների մայրաքաղաքներում իր հակառակորդները աշխատում են երկրի համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու ուղղությամբ։ Քննադատություն եւ փոխադարձ մեղադրանքներ լիագումար նիստում։ Քաղաքական հայտարարությունների ձևաչափով կայացած հանդիպմանը հակաճառեցին վրացական երազանքի եւ հանուն Վրաստանի կուսակցության անդամները։ Պատճառը ազգային շարժման եւ դրա հետ կապված անձանց մասին արված հայտարարություններն էին։ Քաղաքական բանավեճերի ընթացքում քննարկման առարկան էր Եվրահանձնաժողովի քննադատական եզրակացությունը եւ երկրում առկա սոցիալական խնդիրները։ Խոշոր գումարների խարդախությամբ յուրացման փաստ Սփերո հոլդինգի հիմնադիր Գիվի Ցուլեյսկիրին ձերբակալվել է, իսկ Սփերո Ինվեստի տնօրենի դեմ քրեական հետապնդում է սկսվել։ Քաղաքացիներին պատճառած վնասը կազմում է 12 միլիոն լարի։ Զուգընթաց այս ամենի հանրահավաք է անցկացվել Սփերո հոլդինգի տուժողների կողմից։ Դատարանը այսօր կլսի Սամտրեդիա Գրիգոլեթի մայրուղու վրա փլուզված կամրջի գործով 5 անձանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Ձերբակալվել է ճանապարհային դեպարտամենտի նախկին տեղակալը Լևան Կուպաթաշվիլին։ Նրա հետ միասին քրեական հետապնդում է սկսվել 4 անձի նկատմամբ։ Հետաքննությունը ձերբակալվածների մեղադրում է պաշտոնական լիազորությունների չարաշահման, կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու, խոշոր չափի միջոցների խարդախությամբ յուրացման մեջ։ Նշենք, որ Սամտրեդիա Գրիգոլեթի մայրուղու վրա կառուցված 800 մետրանոց կամրջի էստակադան փլուզվել է շինարարության ավարտից կարճ ժամանակ անց։ Ապամոնտաժման եւ լրացուցիչ վերականգնողական աշխատանքների արդյունքում պետությունը հատկացրել է 16 միլիոն լարի։ Բռնության մեղադրանքով ձերբակալվել է 3 անձ՝ Խվարելի Սակրեբուլոյի նախագահ Գիվի Զաուտաշվիլին, նրա եղբայրը Նիկա Զաուտաշվիլին եւ Խվարելիի փոխքաղաքապետ Լևան Գելաձեն։ Հետաքննչյան պարզվել է, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին Խվարելիում կենցաղային հարցերի շուրջ ծագած կոնֆլիկտի արդյունքում Նիկա Զաուտաշվիլին, Գիվի Զաուտաշվիլին եւ Լևան Գելաձեն նախ ունեցել են լեզվակռիվ, ապա քաշքշուկ։ Նույն բախման ժամանակ Նիկա Զաուտաշվիլին բութ առարկայով վնասել է Լևան Գելաձեին։ Ոստիկանությունը 3-ին էլ ձերբակալել է որպես մեղադրյալ։
Քութայիսի վերաքննիչ դատարանը սկսել է քննել Մզիա Ամաղլոբելիի վերաքննիչ բողոքը, զեկուցողներ դատավոր Նիկոլոզ Մարգվելաշվիլին։ Դատարանը քննում է Մզիա Ամաղլոբելիի փաստաբանների կողմից ներկայացված հայցը, որը նրանք բողոքարկել են Բաթումիի քաղաքային դատարանի կողմից օգոստոսի 6-ին կայացված դատավճիռը, որով Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Մզիա Ամաղլոբելին սկզբում վարչական կարգով ձերբակալվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Բաթումիի ոստիկանության գլխավոր վարչության մոտակայքում հունվարի 11-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Այնուհետև ազատ էր արձակվել գրավոր դիմումի հիման վրա, իսկ ավելի ուշ կրկին ձերբակալվել էր ոստիկանի նկատմամբ հարձակման մեղադրանքով, որը նախատեսում էր 4-ից 7 տարվա ազատազրկում։ Դատավոր Նինո Նամեշվիլին վերավորակավորել էր Մզիա Ամաղլոբելիի առաջադրած մեղադրանքները 353-րդ պրիմա հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակմանը և մեղավոր է ճանաչել նրան 353-րդ հոդվածի առաջին մասով։ Խոսքը վերաբերում է հասարակական կարգի պաշտպանի կամ այլ պետական պաշտոնյայի նկատմամբ դիմադրությանը, սպառնալիքին կամ բռնությանը։ Մզիա Ամաղլոբելիի գործընկերները ժամանել էին Քութայիսի նրան աջակցելու համար։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել դատական նիստին։ Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ Գաբոր Բորոնդիի հետ։ Իրակլի Չիկովանին շնորհակալություն է հայտնել հունգարական կողմին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցության համար և ուշադրություն հրավիրել երկրների միջև համագործակցության դրական դինամիկայի վրա։ Նա ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթերի կարևորությանը։ Զրույցը անդրադարձել է տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրին։ Նախարարի հետ հանդիպումից առաջ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցել Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ներքին գործերի նախարարության Թբիլիսի և Աջարիայի ոստիկանության վարչությունների աշխատակիցները թմրանյութերի հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են 7 անձի։ Ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Մեղադրվում են հատկապես խոշոր չափի թմրանյութերի, հոգեմետ նյութերի, ապօրինի ձեռքբերման, պահպանման, վաճառքի և վաճառքին նպաստելու մեջ։ Մեղադրյալների անձնական և բնակելի տների խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները առևանգել են վաճառքի համար պատրաստված տարբեր տեսակի թմրանյութերի առանձնապես մեծ քանակություն։ Առևանգել են նաև թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Հանցագործությունը պատժում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։